Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ Աստված այսօր մեզ կյանք տվեց, առողջություն կարող ենք գալ իր ոտքի մոտ եւ սովորել իրենից, թող Աստված Սուրբ Հոգին մեզ տա եւ մեր հոգեվոր աչքերը բացի, մեր հոգեվոր ականջները, որպեսզի մենք լսենք եւ ճիշտ հասկանանք, եւ թող Աստված այս խոսքերը գրի մեր սրտի մեջ, որպեսզի կարողանանք իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն ինչպես գիտենք, այս երամիջակում մենք ուսումնասիրում ենք մեծ պայքար թեման, մեծ պայքար Աստծո եւ սատանայի միջև։ Եվ հասել ենք արդեն 11-րդ դասին, որը կոչվում է գալիք պայքարը կամ գալիք բախումը։ Հիշելու համարն է Հովհաննես 17:17. Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Ուրեմն մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն գազանի դրոշմի մասին, ոմանք մտածում են, որ դա կենսաբանական կամ ԴՆԹ չիպն է, եւ ուրիշները կարծում են, որ դա այդ սննդի տարաների շտրիխ կոդն է, կամ դա մի խորհրդավոր թիվ է դոլարի թղթադրամի վրա, որը ենթադրաբար կազմում է, որի հավաքական գումարը կազմում է 666։ Ոմանց համար դա կապված է մասոնական միաբանությունների, օրդեններ, լուսավորիչների, այսինքն իլյումինատներ, մագի սև ուղղաթիռների եւ մագի հետ։ Այս շաբաթվա դասի մեջ այսօր մենք կփորձենք ուսումնասիրել, թե ինչի հետ է կապված գազանի դրոշմը։ Մենք 9-րդ դասում ուսումնասիրեցինք, որ այն կապված է երկրպագության հետ եւ սատանայի ըմբոսությունը հենց այդպես է սկսել, նա պահանջել է երկրպագություն, որը իրեն չի պատկանում։ Եվ սատանան կվիճարկի Աստծո իշխանությունը փորձելով խաթարել Աստծո օրենքը։ Մասնավորապես շաբաթ օրը կդառնա երկրպագության վերաբերյալ համաշխարհային պայքարի նշանակետ։ Սատանան ատում է շաբաթը, որտեղ ատում է արարչին։ Նա հարկադրանք, ճնշում եւ ուժ կկիրառի Քրիստոսի հանդեպ մեր պարտավորությունը խախտելու նպատակով։ Տեղի կունենա հավատալիքների բախում երկրպագության ճշմարիտ ու կեղծ օրվա վերաբերյալ։ Աստծո վերջին կոչը Քրիստոսին հավատարիմ մնալու կոչն է, չնայած հալածանքին, տնտեսական մեկուսացմանը, բանտարկության ու մահվան հրապարակին։ Ուրեմն այսօր մենք կբացահայտենք Հիսուսի զորությունը, որը տանում է մեզ երկրագնդի վերջնական պայքարի միջով։ Ուրեմն հայտնությունը խոսում է հավիտենական ճշմարտությունների մասին, որոնք սիրառատ Աստծո կողմից տրվել են վերջին ժամանակի սերնդին։ Քրիստոսի ու սատանայի միջև պայքարը երկրպագության վերաբերյալ սկսվել է երկնքում, ինչպես մենք արդեն ուսումնասիրել ենք, այն իրավարտական գագաթնակետին կհասնի կրկին երկրպագության առնչությամբ։ Համեմատենք իրար հետ հայտնության 14:7-9 համարները եւ հայտնության 4:11 համարը։ Ուրեմն հայտնություն 14:7-9 նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեցեք երկինքն ու երկիրը ծովն ու ջրերի աղբյուրներին ստեղծողին»։ Եվ 9-րդ համարը. «Եվ նրանց հետևեց մեկ այլ երրորդ հրեշտակը, բարձրաձայն ասելով. ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին, եւ դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծո ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ»։ Գիտեք, ինչու է այստեղ գրած անխառը բարկություն, որտեղ Աստծո բարկությունը սովորաբար միշտ խառն է ողորմությամբ, բայց երբ որ մենք հասնում ենք այն սահմանին, որտեղից այն կողմ չկա, այսինքն գոյություն ունի լիմիտ, սահման, որից մենք չենք կարող անցնել։
Երբ որ մենք անցնում ենք այդ սահմանը, Աստծո բարկության հետ էլ ողորմություն խառնած չի լինում։ Ամեն մեկս ունենք մեր ժամանակը եւ աշխատենք օգտագործել այդ ժամանակը, որպեսզի երբեք չհասնենք այն սահմանին, որը անցնում է չափը, եւ արդեն Աստված, որի պատճառով մենք կարող ենք խմել Աստծո ցածման գինուց, որը ողորմությամբ հետ խառնված չէ։ Եվ նաև կարդանք Հայտնություն 4:11. Արժանի ես Տեր եւ Աստված մեր, որ ընդունես փառքը, պատիվը եւ զորությունը, որտեղ դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան եւ ստեղծվեցին։ Ուրեմն ով է արժանի? Միայն Աստված, միայն ստեղծիչը արժանի է երկրպագության։ Ոչ Հայտնության գրքում երկրպագությունը, արժանավորությունը անխզելիորեն կապված են։ Հայտնություն 14:7 համարը մեզ կոչ է անում երկրպագել բոլոր արարածների Տիրոջը։ Բնաշրջության, այսինքն էվոլյուցիա, ֆոնի վրա, որը վերջին 2 դարերում հեղեղել է աշխարհը, շաբաթ օրը մեր ինքնության հավիտենական հիշեցումն է։ Այն անընդհատ վերահաստատում է, որ մենք արարված էակներ ենք, եւ մեր արարիչն արժանի է մեր հավատարմության ու երկրպագության։ Սա պատճառներից մեկն է այն բանի, թե ինչու է սատանան այդքան ատում շաբաթը։ Կարդանք Հայտնություն 12:17 համարները եւ նաեւ 14:12 համարները։ Վիշապը բարկացավ կնոջ վրա եւ գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծո պատվիրանները եւ ունեն Հիսուսի վկայությունը։ Եվ նաեւ Հայտնություն 14:12 այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները ու Հիսուսի հավատը։ Աստծո պատվիրանները պահելու միջոցով արարչին երկրպագելն ուղղակիորեն հակադրվում է գազանին երկրպագելուն։ Այսինքն Աստծուն երկրպագել միայն չի նշանակում նրա առաջ ծնկի գալ։ Դա էլ է Աստծուն երկրպագել, բայց դա ֆիզիկապես է, իսկ հոգեպես երկրպագել Աստծուն նշանակում է հնազանդվել նրան, հնազանդվել այն պատվիրաններին, որոնք նա տվել է, եւ դա հնարավոր է, որտեղ Աստված խոստացավ, որ մեր սրտի մեջ կգրի Աստծո Հիսուսի շնորհքով, մենք Հիսուսի շնորհքը եւ ուժը ստանում ենք, որպեսզի կարողանանք իրագործել, հնազանդվել Աստծուն, Աստծո պատվիրաններին։ Աստված կունենա վերջին ժամանակների ժողովուրդ, մարդիկ, որ հավատարիմ կլինեն իրեն, չնայած բուռն ընդդիմության ու կատաղի հալածանքներին։ Մեծ պայքար H 605 Մինչ կեղծ շաբաթը պահելը, ըստ պետության օրենքի եւ հակառակ 4-րդ պատվիրանի հավատարմության նշանն է մի իշխանության, որը թշնամի է Աստծու։ Ճշմարիտ շաբաթը պահելը արարչի հանդեպ հավատարմության ապացույց է, որպես հնազանդության նշան Աստծո օրենքի։ Աստված նշանակեց շաբաթը որպես երկրպագության օր իրեն, բայց մարդիկ փոխեցին այն, դարձրեցին կիրակին, այսինքն սկսեցին պայքարել Աստծո դեմ։ Եվ ինչպես կարդացինք Հայտնություն 14:12-ը, Փրկչի այս նվիրյալ հետևորդները պահողներն են Հիսուսի հավատի։ Հիսուսի հավատն այնքան խորն է, որ վստահում է, երբ չի տեսնում, համբերում է, երբ չի կարողանում հասկանալ։ Դա Հիսուսի պարգևն է, որը մենք ստանում ենք հավատով, ու այն մեզ կտանի մոտալուտ պայքարի միջով։ 7-րդ օրը շաբաթը Աստծո որպես արարչի այնքան հիմնարար խորհրդանիշ է, որ այն մեզ հետ է տանում դեպի Եդեմ։ Այսպիսով, փորձել զավթել այն, ինչպես դա արեց Հռոմը, նշանակում է փորձ անել զավթելու Աստծո իշխանությունը հնարավորինս հիմնարար մակարդակով։ Այսինքն, երբ որ մենք պահում ենք շաբաթը, որտեղ մեզ տրվեց այդ հրահանգը, որը հետո դարձավ օրենքի մի մասը, որ Աստված օրհնեց 7-րդ օրը, այսինքն շաբաթը, եւ տվեց մարդկանց, որպեսզի նրանք ամեն 7-րդ օրը, ամեն շաբաթ գան իր ոտքերի մոտ եւ շփվեն իր հետ լիովին
ամբողջ օրվա ընթացքում եւ հիշեն, թե իրենք որտեղից են գալի, ով է իրենց արարիչը եւ որն է իրենց կյանքի նպատակը եւ որն է իրենց ապագան։ Հայտնություն 13-րդ գլխում Գազանի նշանի մարգարեությունը պատմում է Աստծո դեմ սատանայի պատերազմի ամենակատաղի ու վատթարագույն փուլի մասին։ Այն ժամանակից ի վեր, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, թշնամին գիտի, որ ինքը պարտություն է կրել։ Սակայն որոշել է հնարավորինս շատերին իր հետ տանել կորստյան։ Ինչու մենք անցած անգամ ասեցինք, որտեղ բոլոր փրկվածների պատիժը ընկնելու է իր վրա, վերջի վերջո։ Դրա համար ինքը չի ուզում շատ պատիժ ստանալ եւ փորձում է շատերին տանել կորստանման։ Իր քարոզարշավում նրա առաջին ռազմավարությունը մոլորությունն է։ Երբ այն չի օգնում, սատանան դիմում է ուժի, ստիպում է մարդկանց։ Նա ի վերջո կանած է այն հրամանագրի հետևում ըստ ով հրաժարվի երկրպագել Գազանին կամ ստանալ նրա դրոշմը, կդատապարտվի մահվան։ Կրոնական հալածանքներն իհարկե նորություն չեն, դրանք եղել են այն ժամանակվանից, երբ դեռ Կայենը սպանեց Աբելին, ինչու սպանեց, որտեղ Աբելը ճշմարտացիորեն նազանվում էր Աստծուն, Աստծո պատվիրանին։ Հիսուսն ասաց, որ դա տեղի կունենա նաև հավատացյալների շրջանում։ Այո, զարմանալի այն մարդիկ, ովքեր չեն ուզում հնազանդվել Աստծուն, սկսում են ատել նրանց, ովքեր հնազանդվում են Աստծուն։ Կարդանք Հովհաննես 16-րդ համարը։ Ձեզ ժողովրդներից դուրս պիտի հանեն, նույնիսկ ժամանակ կգա, եւ ով ձեզ սպանի պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ Մատթեոս 10:22 Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք, սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երկրորդ Տիմոթեոս 3:12 Եվ բոլոր նրանք, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Հիսուսը ինքը ասեց, որ քանի որ ինձ հալածել են, ձեզ էլ կհալածեն։ Բայց ասում եմ, մի անհանգստացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Առաջին Պետրոս 4:12 Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այսինքն այս բոլոր համարներից մենք տեսանք, որ քրիստոնեական պատմության ընթացքում հալածանքները սովորական երևույթ են, դրանք տեղի են ունեցել հեթանոսական Հռոմում եւ դրսևորվեց հատկապես այն ժամանակ, երբ միջնադարյան եկեղեցին դաժան հալածանքներ սկսեց Աստվածաշնչին հավատացող քրիստոնյաների դեմ։ Գազանի նշանը այս դիվական շղթայի վերջնական օղակն է, ինչպես անցյալի հալածանքները, սրա նպատակը եւս բոլորին ստիպելն է, որ համաձայնվեն որոշակի համոզմունքների եւ երկրպագության հաստատված համակարգի հետ։ Մարգարեությունը նրանք, ովքեր չեն ուզում համաձայնել, որտեղ Աստվածաշունչին հակառակ է դա, նրանց սկսում են հալածել։ Մարգարեությունը ցույց է տալիս, որ հալածանքները կսկսվեն տնտեսական պատժամիջոցներից, ոչ ոք չի կարող գնել կամ վաճառել, քանի դեռ Գազանի անվան դրոշմը չի ստացել։ Յուրաքանչյուր ոք, ով կհրաժարվի այն ստանալ, ի վերջո կդատապարտվի մահվան։ Կարդանք Հայտնություն 13-15-17 համարները։ Նրան իշխանություն տրվեց Գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի եւ գործի, իսկ ովքեր Գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։ Եվ 17 համարը, որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով Գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի։ Երբ վերջին փորձությունը գա, Սատանան քրիստոնյաներին կստիպի, որ ստանան Գազանի անվան դրոշմը գնալով փողզիջումների։ Երբ թվում է, թե ամբողջ աշխարհն ապշահար հիացմունքով հետևում է Գազանին, ինչպես գրված է Հայտնություն 13:3, նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ եւ ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց Գազանին։ Հանկարծ տեսարանը փոխվում է եւ մարգարեական տեսախցիկը կենտրոնանում է Աստծո ժողովրդի վրա։ Հայտնություն 14:12 հետևյալ պատկերն է ներկայացնում այստեղ է սուրբերի համբերությունը,
որոնք պահողներն են Աստծո պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Աստծո ժողովուրդը ապրում է աստվածահաճո հնազանդությամբ, երբ շուրջ բոլոր ամեն ինչ ցնցվում է, նրանք ամուր կանած են Աստծո շնորհով, մինչ աշխարհը հետևում է գազանին, նրանք գնում են գառի հետևից, ուր էլ նա գնա, ինչպես գրված է Հայտնություն 14:4 համարում։ Քրիստոսի զորությամբ նրանք հաղթում են իրենց դեմ հավաքված դժոխքի ուժերին, ինչպես տեսանք 9-րդ դասում բարու եւ չարի կենտրոնական պայքարը երկրպագությանն է վերաբերվում։ Գազանը փորձում է խաբեության միջոցով հասնել իր նպատակին եւ երբ դա չի հաջողվում, նա ուժ ու բռնություն է կիրառում։ Կարդանք Հայտնություն 13-ի առաջին երկու համարները։ Տեսա, ծովից ելնում էր մի գազան, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, որոնց վրա կար 10 թագ, իսկ նրա գլուխների վրա հայհոյության անուն։ Այդ գազանը հովազի նման էր, ոտքերը արջի ոտքերի նման էր, իսկ բերանը առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահ ու մեծ իշխանություն։ Հայտնության գիրքը վիշապին առաջին հերթին նույնացնում է սատանայի հետ։ Հայտնություն 12:3-5 համարներում ասվում է, որ վիշապը փորձեց ոչնչացնել նրա առուզավակին, երբ ծներ, որը հետագայում հափշտակվեց Աստծո եւ նրա գահի մոտ։ Հեթանոս Հռոմի միջոցով գործող սատանան էր, որ փորձեց ոչնչացնել Քրիստոսին։ Այսինքն, երբ որ այդ երեք իմաստունները եկան եւ տեղյակ պահեցին Հերովդեսին, որ հրեաների թագավորն է ծնվել, եւ երբ որ նա տեսավ, որ խաբվել է, նրանք չեկան եւ չտեղեկացրեցին նրան որտեղ է այդ թագավորը, նա հրաման արձակեց, որ 2 տարեկան եւ դրանից ցածր բոլոր երեխաներին սպանեն, եւ այդպես էլ արեցին։ Այսինքն սատանան փորձեց ոչնչացնել փրկչին, երբ դեռ նա փոքր էր։ Իր նպատակների իրագործման համար Աստծո եւ մարդու ողերիմ թշնամին աշխատում է քաղաքական ու կրոնական հաստատությունների միջոցով, այսինքն կառավարությունների եւ եկեղեցիների միջոցով։ Այս գազանի իշխանության մասին ասվում է. վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն, Հայտնություն 13:2։ Այս մարգարեությունը ճշգրտորեն իրականացավ 100-ավոր տարիներ անց, երբ Հռոմի կայսր Կոնստանտինոսը իր մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Կոնստանդնուպոլիս քաղաքը, այսինքն այն ժամանակ դեռ Բյուզանդիան էր։ Սա իշխանության վակուում առաջացրեց նախկին գահի կամ կայսերի նստավայր Հռոմում, այդպիսով հեթանոսական Հռոմը գազանին զիջեց իր նստավայրը կամ մայրաքաղաքը։ Իսահակ Բակուսը գրել է. կայսրության նստավայրը Կոնստանդնուպոլից տեղափոխելով Կոնստանտինոսը ճանապարհ բացեց Հռոմի եպիսկոպոսի համար, որպեսզի իրեն բարձրացնի երկրի վրա գտնվող բոլոր մարդկանցից եւ երկնքի Աստծուց էլ դեր։ Սա գրված է Հավատի հնազանդության եւ աշխարհից զատվելու ծայրահեղ կարելությունը գրքում H16։ Ըստ Թոմաս Հոբսի, պապականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեռած հռոմեական կայսրության ուրվականը, շատ լավ է ասված, որ թագադրված նստած է գերեզմանի վրա, այսինքն հռոմեական կայսրության գերեզմանի վրա թագադրված նստած է։ Սա գրված է Լևիաթան գրքում H376։ Մանրամասը վերլուծությունը բացահայտում է, որ Հայտնություն 13-րդ գլխում ծովից ելնող գազանը հավատուրած կրոնական իշխանություն է, որը սերվում է Հռոմից եւ դառնում երկրպագության համաշխարհային համակարգ։ Ինչպես գրված է Հայտնություն 10 գլխում 3-4 համարներում։ Ուրեմն եւ երկրպագեցին Հայտնություն 13
3. Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վեր կարող ստացավ եւ ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց Գազանին, եւ 4. Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց Գազանին, եւ երկրպագեցին Գազանին ասելով. ով է նման այս Գազանին կամ ով կարող է նրա դեմ պատերազմել։ Այս Գազանն անձնավորություն չէ, այլ կրոնական կազմակերպություն, որը Աստծո խոսքի ճշմարտությունները փոխարինել է մարդկային որոշումներով, այսինքն մարտահրավեր է նետել Աստծուն։ Եվ Աստծուն ուզում է ապացուցել, որ ինքը ավելի ուժեղ է եւ կարող է դեմ գնալ Աստծուն։ Կարդանք Հայտնություն գլխի 13, Հայտնություն 13 գլխի առաջին համարը։ Տեսած ովից ելում էր մի գազան, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, որոնց վրա կար 10 թագ, իսկ նրա գլուխների վրա հայհոյության անուն։ Այդ գազանը հովազի նման էր, ոտքերի ոտքերի նման էր, իսկ բերանը առյուծի բերանի, վիշապը նրան տվեց իր զորությունը, գան ունեց իշխանություն, եւ նաեւ կարդանք Հայտնություն 13 գլխի 6 համարը։ Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ, հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողների։ Հիմա պարզենք, թե ըստ Աստվածաշունչի, որտեղ Աստվածաշունչի ինքը իրեն մեկնաբանում է, ըստ Աստվածաշունչի ինչ է նշանակում աստվածահայհոյություն։ Ուրեմն Հովհաննես 10:33-ում, երբ որ Հիսուսը հայտարարեց հրեաներին, որ ինքը մեկ է իր հոր հետ, նրանք վերցրեցին քարեր եւ ուզեցան քարկոծել Հիսուսին։ Եվ Հիսուսը նրանց ասաց, որ մի բարի գործից համարեք։ Ինձ քարկոծում իրենք ապատասխանեցին. քեզ ոչ թե բարի գործի համար են քարկոծում, այլ հայհոյության, որ դու մարդ լինելով ինքդ քեզ Աստծո տեղ ես դնում։ Այսինքն ինչ է նշանակում հայհոյություն, աստվածահայհոյություն, երբ որ դու մարդ ես, բայց Աստծո տեղ ես դնում եւ պահանջում ես, որ քեզ երկրպագեն ինչպես Աստծո։ Իհարկե Հիսուսի դեպքում սա ճիշտ էր, որովհետեւ ինքը իրոք արժանի էր երկրպագության, ամբողջ Աստվածաշունչում դա ասում է, բայց սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց Աստված սարքել եւ ուզում են, որ մարդիկ իրենց երկրպագեն։ Եվ նաեւ Ղուկաս 5:21-ում պարզում ենք, թե ինչ է նշանակում աստվածահայհոյություն։ Երբ որ Հիսուսի առջև իջեցրեցին անդամալույցին տանիքից, ինքը ասեց, ես ներում եմ քո մեղքերը, եւ այդ ժամանակ փարիսեցիները եւ դպիրները նայեցին իրար եւ ասացին, ով կարող է մեղքերը ներել, եթե ոչ միայն Աստված։ Եվ համարում էր, Աստվածաշունչը համարում է աստվածահայհոյություն, երբ որ մարդը վերապահում է իրեն իրավունք ներելու մարդկանց մեղքերը, ինչ որ անում է հռոմեական, իհարկե Հիսուս Աստված է եւ կարող է ներել մեր մեղքերը, դա Հիսուսին չէր վերաբերվում։ Հիսուսը աստվածահայհոյություն չի արել, դա ընդամենը հրեաների կարծիքն էր, բայց այն մարդիկ, մենք պարզեցինք, թե ինչ է նշանակում աստվածահայհոյություն։ Երբ որ դու մարդ ես եւ պահանջում ես երկրպագություն Աստծուց եւ ասում ես ես Աստված եմ, հավասարացնում ես քեզ Աստծուն, եւ երբ որ իրավունք ես քեզ վերապահում մարդկանց, պահանջում ես, որ իրենց մեղքերը խոստովանեն, որոնք կապված են չեն քո հետ, այլ ընդհանուր իրենց մեղքերն են եւ դու իրավունք ես քեզ վերապահում ներում շնորհելու իրենց։ Ուրեմն ըստ այս համարների մարդ, որ ձևանում է կամ հայտարարում է, թե Աստված է, եւ մարդ, որ պնդում է, որ կարող է մեղքերը ներել։ Այս մեղադրանքները Հիսուսի հանդեպ անարդար են, որտեղ Հիսուս իսկապես Աստված է եւ հետեւաբար մեղքեր ներելու իրավունք ունի։ Հռոմեական պապականությունը սակայն ունի երկու տարբերակիչ վարդապետություն, որոնք Աստվածաշունչը հայհոյություն է անվանում։ Նրա պնդումները, որ իր քահանաները մեղքեր ներելու իշխանություն ունեն, որ կարող է միայն Աստված անել, եւ որ Հռոմի պապը Աստծո իրավասություններն ունի երկրի վրա, այսինքն հավասար է Աստծուն։ Գազանին երկրպագելու փոխարեն Աստծո ժողովուրդը իր մեծագույն ուրախությունն ու բերկրանքը ստանում է նրան երկրպագելուց, Աստծուն երկրպագելուց։ Նրան հնազանդությունը բխում է սիրով լի սրտից, նրանք նվիրված են նրան, որովհետև գիտեն, թե որքան նվիրված է նա իրենց։ Կարդանք Հայտնություն 13-րդ գլխի 5 համարը, նրան բերան տրվեց մեծ խոսելու ու հայհոյելու,
եւ իշխանություն 42 ամիս գործելու։ Ինչպես մենք արդեն ասել ենք անցած դասերի ընթացքում, որ մարգարեական 1 օրը բառացի 1 տարի է իրականում, եւ երբ որ 42 ամիսը վերածում ենք օրի, լինում է 1260 մարգարեական օր կամ բառացի տարի։ Մենք արդեն սա ուսումնասիրել ենք, բայց կրկնենք, որ այդ 1260 տարին, այսինքն 42 ամիսը մարգարեական, երբ որ ասում են, որ այդքան ժամանակ նրան բերան տրվեց մեծ խոսելու եւ հայելու եւ իշխանություն գործելու։ Ուրեմն այդ 1260 տարին սկսվում է 530 թվական եւ վերջանում է 1798 թվական, ինչպես անցած անգամ ասեցինք, երբ որ Նապոլեոնի զորավար Բերթիեն մեր թվարկության 1798 թվականին գերի տարավ Պապին։ Այդպես կատարվեց։ Հայտնություն 13 գլխում 10 համարում գրված է, եթե մեկը գերեվարի, գերության պիտի քշվի։ Ինքն էլ, այսինքն գերության պիտի քշվի։ Պապականությանը հասցված հարվածը չափազանց լուրջ էր, սակայն մահացու չէր, որտեղ հայտնություն 13-12-ը ասում է, որ այդ մահացու վերքը առողջանացավ եւ այսինքն պապականության ազդեցությունը կրկին պետք է զգացվի ամբողջ աշխարհում եւ մենք վկան ենք դրա այսօր։ Ներկայիս համաշխարհային առաջնորդները ողջունում են Պոնտիֆիկոսին որպես Հռոմի եկեղեցու դեսպան եւ պարբերաբար այցելում են նրան Վատիկանում։ Աննախադեպ անկայունության աշխարհում ձևավորվում է տեսարան, որը հուշում է, որ Հռոմի Պոնտիֆիկոսը դառնալու է ամբողջ աշխարհում ճանաչված, Հռոմի Պապը դառնալու է ամբողջ աշխարհում ճանաչված բարոյական առաջնորդը, որ կարող է միավորել մարդկանց։ 2012 թվականի հունիսի 6-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ավելի քան 15000 մարդկանց առջև իր ելույթի ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարեց. Կիրակի օրը Տիրոջ եւ տղամարդկանց ու կանանց օրն է, մի օր, երբ բոլորը պետք է կարողանան ազատ լինել, ազատ ընտանիքի համար եւ ազատ Աստծո համար, Կիրակի օրը պաշտպանելիս մենք պաշտպանում ենք մարդու ազատությունը։ Միթե սա ճիշտ է։ Իհարկե ոչ։ Աստվածաշունչից բոլորովին տարբեր է։ Կիրակի օրը Տիրոջ օրը չէ, Տիրոջ օրը շաբաթ օրն է։ Հիսուսը ասում է. Ես եմ շաբաթի Տերը, պարզ գրված է Աստվածաշնչում։ Այսինքն նրանք համարձակվում են մարտահրավեր նետել Աստծո օրենքի, Աստծուն։ Մեծ պայքար գիրքը հստակ բացահայտում է, թե այս շարժումն ի վերջո ուր է տանելու։ Էջ 592։ Նրանք, որ պատվում են Աստվածաշնչյան շաբաթը, մեղադրվելու են որպես հասարակական կարգուկանոնի եւ օրենքի թշնամիներ, ովքեր անցնելով բարոյական նորմերի սահմանները, անիշխանություն ու ապականություն են բերում երկրի վրա հրավիրում Աստծո դատաստանները։ Նրանք մեղադրվելու են որպես խռովարարներ կառավարության դեմ, եկեղեցական շատ ծառայողներ չեղյալ հայտարարելով Աստծո օրենքը, ամբիոններից կոչ են անելու ենթարկվել քաղաքացիական իշխանություններին, քանի որ նրանք կարգված են Աստծո կողմից, այսինքն խաբելու են մարդկանց։ Օրենսդրական ու Աստված ստեղծել է սիստեմը, բայց այդ չի նշանակում, որ կառավարության ամեն հորինած օրենք համաձայն է Աստծո օրենքին կամ դուրեկան է Աստծուն, այդպես չէ։ Օրենսդրական ու դատական ատյաններում պատվիրանը պահողները կզրպարտվեն ու կդատապարտվեն, այսինքն ստեր կփչեն նրանց մասին, որպեսզի նրանց դատապարտեն։ Որքան էլ հիմա դժվար է տեսնել, որ նման բան տեղի է ունենում, նկատեք, թե որքան արագ է փոխվում մեր աշխարհը։ Վերջում կարդանք Հայտնություն 13 գլխի 11-ից 18 համարները։ Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից։ Նա գարան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև, ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագեր էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքը առողջացել էր։ Այսինքն մի ուրիշ իշխանություն է ստեղծվում,
Երևան գալիս, որը ստիպում է այս առաջին գազանը, որը պապական եկեղեցին է, որ մարդիկ բնակիչները երկրպագեն այդ առաջին գազանին։ Դա նշանակում է, որ այս իշխանությունը, որ ի հայտ է գալիս, ունի մեծ ուժ եւ կարողանում է ստիպել։ Եվ մեծ նշաններ էր գործում երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց առաջ, մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին, այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ, ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն այն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ եւ ապրեց։ Նրան իշխանություն տրվեց գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի եւ գործի, իսկ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։ Այսինքն նեցուկ եղավ առաջին գազանին, որ նորից այն իշխանություն ստանա։ Եվ բոլորի փոքրերի ու մեծամեծների, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ էր դնում, որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի, այստեղ է իմաստությունը, ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, եւ նրա թիվը 666 է։ Ուրեմն, առաջին գազանը դուրս եկավ ծովից, որ նշանակում է ժողովուրդներ, բազմություններ, ազգեր, ինչպես գրված է Հայտնություն 17-15-ում, իսկ այս մի գազանը, այս նոր գազանը դուրս է գալիս հողից, այսինքն սա ներկայացնում է աշխարհի նորաբնակ կամ նոսրաբնակ տարածք։ Այս երկրորդ գազանը հայտնվում է մարգարեական շրջանի ավարտին մոտ, որի ընթացքում առաջին գազանը իշխանություն է իրականացնում։ Այսինքն, երբ որ առաջին գազանը այդ մահացու վերքը ստացավ, մոտ արապես այս իշխանությունը, այս նոր գազանը հայտնվելու է հենց այդ ժամանակ, երբ որ մահացու վերք ստացավ հռոմեական եկեղեցին։ Այսինքն այն հայտնի է դառնում մոտ արապես 1798 թվականին։ Այդ ժամանակ ստեղծվել է Միացյալ Նահանգները եւ սա ճշգրտորեն համապատասխանում է այս նկարագրությանը։ Այն հռչակեց իր անկախությունը 1776 թվականին մեր թվարկության, ընդունեց իր սահմանադրությունը մեր թվարկության 1789 թվականին եւ ճանաչվեց որպես համաշխարհային տերություն 19-րդ դարի վերջին, այսինքն շատ արագ թափ ստացավ եւ ուժ։ Հովհաննես Առաքյալը շարունակում է. Նա գարան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Այսինքն կարծես թե լավն էր, բայց վիշապի պես էր խոսում։ Վիշապը, ինչպես պարզեցինք, սատանան էր։ Աստվածաշնչյան մարգարեություններում եղջյուրների իշխանություն են խորհրդանշում։ Ի տարբերություն առաջին գազանի, այս գազան իր եղջյուրներին թագեր չունի, ինչը հուշում է, որ այն միապետություն չէ։ Երկու եղջյուրները ներկայացնում են կառավարման երկու հիմնական սկզբունքները, որոնք հանդիսանում են Միացյալ Նահանգների հզորության ու հաջողության աղբյուրը, քաղաքական ու կրոնական ազատությունները։ Բայց ցավոք ժամանակ կգա, երբ որ այդ ազատությունները վեր կվերցվեն։ Եվ այս հես գարան նման ազգը ի վերջո խոսում է վիշապի պես։ Հայտնություն 13-12 ասում է, նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև եւ հրաժարվում է կրոնական ազատության իր սկզբունքներից եւ երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին։ Մենք այդ տենդենսը արդեն տեսնում ենք։ Միացյալ Նահանգները ընթացք կտա այն բանին, որ երկրի վրա բոլորից կպահանջվի երկրպագել առաջին գազանին, ճանաչելով պապականության հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունը։ Համաձայն այս մարգարեության Միացյալ Նահանգները ձևավորում է գազանի պատկերը, այն է եկեղեցու եւ պետության միություն եւ բոլորից կպահանջի երկրպագել այդ պատկերին։ Ուրեմն
Երբ որ Կոնստանտինոսը հանձնեց իր իշխանությունը Հռոմի պապին, պապական եկեղեցուն, նրանք ունեին եւ քաղաքական եւ կրոնական ուժ, նրանք թելադրում էին թագավորներին, բայց երբ 1798 թվականին բանտարկվեց պապը եւ հետագայում մեռավ Ֆրանսիայում, նա կորցրեց իր ուժը, այսինքն նա միշտ ուզում է ուժով ստիպել մարդկանց, ինքը որպես կրոնական միավորում չի կարող օրենքներ հորինել, ինքը պետք է մի բան անի, որ այնպես միանա կառավարություններին, որ կառավարությունների միջոցով օրենքներ հանի իր շահին։ Եվ ցավոք ԱՄՆ-ն դա անելու է, եւ ԱՄՆ-ի միջոցով Հռոմի պապը կհրատարակի այն օրենքները, որոնք ինքը ուզում է, եւ կստիպի մարդկանց, որ հնազանդվեն այդ օրենքներին։ Համաձայն այս մարգարեության Միացյալ Նահանգները ձևավորում է Գազանի պատկերը, այն է եկեղեցու եւ պետության միություն եւ բոլորից կպահանջի երկրպագել այդ պատկերին։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն առաջին անգամ ճանաչվեց որպես այս Գազանի իշխանություն, բոլորովին այն ռազմական ու տեսական գերհզոր տերությունը չէր, որը պետք է դառնար ապագայում եւ ինչպիսին է ներկայումս։ Այդ երիտասարդ պետությունը շատ կարճ ժամանակում թափ առավ եւ շատ կարճ ժամանակում դարձավ հզոր պետություն, բայց ցավոք իր հզոր ուժը նա օգտագործելու է իդեմ Աստծո։ Ցավոք։ Գազանին եւ նրա պատկերին երկրպագելն ակնարկում է Դանիել 3-րդ գլուխը, որտեղ Բաբելոնի թագավորը Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին հրամայեց երկրպագություն անել ոսկե արձանին, հակառակ դեպքում նրանք կգցվեն կրակով բորբոքված հնոցի մեջ, եւ հին Բաբելոնը եւ ժամանակակից Բաբելոնի խնդիրը երկրպագությունն է, ճշմարիտ երկրպագությունը բխում է Աստծո խոսքով ուսուցանված մտքից, նրա սիրով փոխակերպված հոգուց եւ նրա հոգով լցված սրտից։ Այդ դեպքում մենք չենք հարմարվի այս աշխարհին, այլ կապրենք Աստծո կամքի համաձայն, որը գտնվում է նրա խոսքում։ Դա մեր միակ ապահովությունն է։ Կարդանք Մեծ պայքարից Էջ 591 Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին կամ խղճին, իսկ սատանան մշտապես դիմում է բռնության ու դաժանության իր իշխանությանը ենթարկեցնելու նրանց, որոնց այլ կերպ չի կարող մոլորեցնել։ Վախի կամ ուժի միջոցով նա ջանում է տիրել մարդու խղճին եւ հարգանք ապահովել իր հանդեպ, իսկ զորով ուզում է իր հանդեպ հարգանք ապահովել։ Այդ նպատակին հասնելու համար նա օգտագործում է թե կրոնական, թե աշխարհիկ իշխանությունները, դրդելով այսքան մարդկանց, ովքեր թե կրոնական, թե աշխարհիկ իշխանությունների մեջ են, դրդելով պարտադրելու մարդկային օրենքներ հակառակ Աստծո օրենքին։ Նաև կարդանք նույն գրքում Էջ 593 սպասվող փորձությանը դիմակայելու համար նրանք պետք է հասկանան Աստծո կամքը բացահայտված նրա խոսքում, նրանք կարող են նրան փառավորել այն դեպքում, եթե ճիշտ պատկերացում ունենան նրա բնավորության, կառավարման ու նպատակների մասին եւ գործեն դրանց համաձայն։ Բացի նրանցից, ովքեր իրենց միտքն ամրապնդել են աստվածաշնչի ճշմարտությունները, ոչ ոք չի կարողանալու կանել վերջին մեծ պայքարում։ Եվ նաև Էջ 595 նույն գրքում, բայց Աստված երկրի վրա ունի մի ժողովուրդ, որի համար Աստվածաշունչն է բոլոր ուսմունքների չափանիշը եւ բոլոր բարեփոխումների հիմքը, ոչ ուսյալ մարդկանց կարծիքը, ոչ գիտության եզրահանգումները, ոչ եկեղեցական ժողովների դոգմաները կամ որոշումները, որոնք նույնքան բազմաթիվ ու իրարամերժ են, այսինքն հակասական են, որքան դրանք ներկայացնող եկեղեցիները, չպետք է ապացույց համարվեն կրոնական հավատի որևէ կետի դեմ կամ դրա օգտին, մինչև որևէ ուսմունք կամ պատվիրան ընդունելը
Մենք պետք է պահանջենք հստակ վկայություն, որպես դրա ապացույց։ Այսպես է ասում Տերը։ Այսինքն, ինչ ուսմունք էր որ ձեզ ներկայացնեն, խնդրեք նրանց, որպեսզի նրանք ապացուցեն դա Աստվածաշնչից։ Թող Աստված մեզ օգնի այս գալիք շաբաթում հիշենք Աստծո տված դասը եւ ամբողջ սրտով, ամբողջ հոգով ձգտենք հնազանդվել Աստծուն եւ թող Աստված մեզ լինի օգնական դրանում։ Թող Աստծո օրհնությունը լինի մեզ վրա եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։